Պարոն Հարությունյան, ողջունում եմ ձեզ, քանի որ իրավաբանական դպրոցների մասին խոսակցություն է այստեղ եղել։ Պարոն Հարությունյան, կներեք մի հատ դնեմ, ձեր ձայնը չեմ լսում։ Ասում եմ, քանի որ իրավաբանական դպրոցների վերաբերյալ այստեղ քննարկում է եղել, խնդրում եմ համատեք ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի տված կրթությունը ֆրանսիական համալսարանի տված կրթության հետ։ Մյուս հարցը հետևյալն է, ճիշտն ասած հիբրիդային սպառնալիքների վերաբերյալ ձեր գնահատականը շատ տենց համահուն չէր կառավարող ուժի գնահատականների հետ կապված եւ դուք մի արտահայտություն արեցիք, ասացիք, որ եվրոպական գործընկերների հետ սերտ համագործակցություն պետք է լինի հիբրիդային սպառնալիքներին դիմագրավելու համար։ Ես նայեցի ճիշտն ասած ձեր ֆրակցիայի առաջին շարքին ու որոշակի անհանգստություն տեսա, արդյոք այդ ընթացքում SMS ստացակ կամ ընդմիջմանը զգուշացրեցին ձեզ, որ այդպիսի արտահայտություններ չանեք, որովհետև նախընտրական փուլում հատկապես ձեր գործընկերներից մի շարք գործընկերներ հակառակ պնդումներ են արել սրա հետ կապված, եւ վերջինը նախորդ ձեր տեխնացուին այս հարցը տվել եմ, խնդրում եմ ձեր վերաբերմունքը արտահայտեք 2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման վերաբերյալ, շնորհակալություն։ Պարոն Հարությունյան, կրթությունները համեմատելու մասով կարծում եմ ես այն անձը չեմ, ով կարող է ռեալ գնահատել եւ համեմատել, ընդհանրապես կարող եմ պնդել մեկ բան։ Եվ ֆրանսիական համալսարանը ունի շատ լավ շրջանավարտներ իմ ընկերների շրջապատում եւ այլ անձանց եւ պետական համալսարան ունի, հետեւաբար ես չեմ կարող գնահատել երկու բուհերից որն է առավել լավ կրթություն տալիս, ընդհանրապես մեկ բան ընդգծեմ, ֆրանսիական համալսարանում երկրորդ կուրսից սկսած որոշակի առարկաներ ամբողջությամբ ֆրանսերեն լեզվով են կանցել, ֆրանսիախոս առաքելություն իրականացնող դասախոսների կողմից մատուցված, ինչը մեզ հնարավորություն է տվել բացի Հայաստանի պետական բուհի դիպլոմ ունենալուց ունենալ նաև Լիոն 3 համալսարանի պետական դիպլոմ։ Ինչ վերաբերում է հիբրիդային սպառնալիքներին, այո, ես բնականաբար իմ գործընկերները ինձ ասացին, որ ես մեկ տերմին հիբրիդային պատերազմ ասացի հիբրիդային սպառնալիքի փոխարեն, շատ լավ է, որ այս հարցը տվեցիք, պարոն Հարությունյան, ես ինքս հիբրիդային սպառնալիք տեսնում եմ հիմնականում Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, հետեւաբար գտնում եմ, որ այդ հիբրիդային սպառնալիքի դեմ պետք է պայքարել, ինչը կարծում եմ բոլորիս եւ Հայաստանի Հանրապետության ազգային շահերից է բխում, անդրադառնալով երրորդ հարցին, այս մասը խնդրում եմ մի փոքր պարզաբանեք, արձագանքին կանդրադառնամ։ Խոսքը վերաբերում է 2022 թվականի որ հանդիպմանը, քառակողմ հանդիպմանը։ Դրական եմ վերաբերվում։ Համեցեք, պարոն Հարությունյան։ Փաստորեն հիբրիդի հետ կապված SMS ստացել եք, հիմա այս թեմայով էլ SMS կստանաք, քառակողմի հետ կապված։ Մի բան էլ ձեզ ասեմ, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը այդպես ուղիղ կապ չունի Եվրամիության հետ, եւ երբ որ դուք ասեցիք, որ SEPA-ով պայմանավորված են որոշել, որ EPC-ի գագաթնաժողովը անցնի Երևանում, դա այդպես չի։ Այնտեղ այլ տրամաբանություն է որոշումները կայացնելու, հիմքում այլ բովանդակություն է դրվում, եւ քանի որ հավակնում եք հանձնաժողովի նախագահի պաշտոնին, ես ուզում եմ հասկանալ, որոնք են կարմիր գծերը, որի դեպքում չեք ցանկանա շարունակել ձեր պաշտոնավարումը որպես հանձնաժողովի նախագահ։ Պարոն Հարությունյան, ուրեմն դուք շատ դրական առումով միգուցե գերագնահատում եք իմ հնարավորությունները համ ձեր հետ շփվելու, համ ձեր հարցերին պատասխանելու, համ SMS գրելու, համ SMS ստանալու, միգուցե նաև ձայնային հաղորդագրություններ լսելու։ Եթե խոսքը վերաբերում է 22 թվականի Պրագայի այն հանդիպմանը, որի արդյունքում զիջվեց Արցախը, բնականաբար դրան լավ չեմ կարող վերաբերվել։ Սա մեկ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր մյուս բարձրացրած հարցադրումներին, դրանց կարծեք բովանդակային առումով արդեն անդրադարձա այսքանը։
Կարմիր գծերը, պարոն Հարությունյան, աշխատանքի ընթացքում կհասկանանք ինչ միջավայր է տիրում, բայց իմ համար կարմիր գիծը այն է, որը կարող է վերաբերել Հայաստանի պետական շահի ոտնահարմանը, որտեղ մեր խմբակցության այն անդամները ընդդիմադիր ուժի, նաև Հայաստան դաշինքի լինելով խմբակցության հանձնաժողովի անդամ չեն կարողանա հասու ձևով ժողովրդին բացատրել, որ այստեղ տեղի ունենում Հայաստանի Հանրապետության իրավունքի կոպիտ ոտնահարում շահերին հակասող գործողություններ։ Դա իմ կարմիր գիծն է։ Ձևական առումով հանձնաժողովի նախկա մնալ երբեք չեմ կարող։